Ողջույն սիրելի հայրենակից։ Ես ոչ վերլուծաբան եմ եւ ոչ քաղաքագետ։ Ես Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացի եմ, ում հայրը ինչպես եւ հազարավոր այլ մարդկանց հայրեր ու եղբայրներ մասնակցել են Արցախի ազատության համար տարվող պայքարին։ Հետևաբար իմ մտորումների մեջ գուցե գերակշռի ոչ թե չոր քաղաքականությունը, այլ հարցի խնդրի զգացմունքային կողմը։ Մենք հաղթեցինք պատերազմում, բայց պարտվում ենք խաղաղության մեջ։ Ինձ համար ուղղակի աբսուրդ է խոսել մի թեմայի մասին, ուղղակի պարադոքսային է խոսել մի թեմայի մասին, որ կարող է ինչ-որ երկրի իշխանություն կամ կառավարություն ինքնական ցանկանան որևէ տարածք կամ հող հանձնել։ Ու երբ մեր իշխանությունը այսպես խոսում է փոխզիջումների մասին, որն անպայմանորեն կապված է տարածքներ, հողեր հանձնելու հետ, ինձ մոտ առաջանում է երկու բնական հարց։ Առաջին, ինչքանով ենք մենք համոզված, որ այդ տարածքները հանձնելուց հետո անգամ Արցախի Ադրբեջանի կողմից անկախության ճանաչումից հետո Ադրբեջանը չի ներկայացնի այսպես հերթական շարունակական այլ տարածքային պահանջներ, թեպետ դա նույնպես արդարացում կամ պատճառ չէ։ Եվ երկրորդ հարց, ունեն արդյոք նրանք որևէ թիզ հող հանձնելու իրավունք։ Փորձենք պետությունները այսպես դնել կենթանական աշխարհի մեջ եւ պայմանականորեն Ադրբեջանը համարենք որպես շակալ, իսկ Հայաստանը իբրև առյուծ։ Հիմա այս շակալը եկել է մեր դուռը եւ փորձում է հարձակվել մեզ վրա։ Իսկ մենք փոխանակ այսպես արժանի հակահարված ենք նրան, ուզում ենք մեր առյուծի բաժին հացից մի մեծ կտոր պոկել եւ տալ այդ շակալին։ Իսկ ինչ կլինի դրանից հետո։ Մենք պոկում ենք հացը, տալիս ենք շակալին, շակալը ուտում է, կշտանում է եւ բնական է, որ այսպես մի որոշ ժամանակ անհանգստություն չի պատճառում մեզ։ Սակայն երբ նա նորից սովածանում ու քաղցում է, նորից գալիս է մեր դռանը։ Մենք այդ ժամանակ ասում ենք, որ հերիք է, վերջ, մենք ոչ մի բան չունենք տալու եւ մերժում ենք։ Շակալը բնականաբար չի համակերպվում այդ մտքեր եւ նորից է ուզում հարձակում սկսել։ Եվ ահա հենց այդ ժամանակ էլ մենք կարիք կունենանք կուշտ ու կռվելու պատրաստ առյուծի կարիք, որը սակայն դժբախտաբար մենք դժվար թե ունենանք։ Քանի որ այսօր մենք այդ առյուծի հացը տալու շակալին, մենք առաջինը թուլացնում, հյուծում ենք առյուծին եւ երկրորդ ուժեղացնում, կոփում ենք շակալին։ Ինչ եմ ուզում ասել, որ եթե այսպես մենք որևէ հող ենք տալիս Ադրբեջանին, դրանով առաջինը մենք թուլացնում ենք նախ մեր այսպես ուժերը եւ երկրորդ հզորացնում ենք ադրբեջանական կողմի ուժերը եւ որևէ տարածք հող հանձնելով մենք Ադրբեջանի համար լրացուցիչ պատճառ ենք ստեղծում այլ տարածքների պահանջելու համար։ Ու երբ ապրիլյան զարգացումների ժամանակ մենք աշխարհին կարողացանք համոզել, ապացուցել, որ սկսող նախարարցախ կողմը դա Ադրբեջանն էր, քանի որ մենք այսպես այս պահին գոնե այս պահին Ադրբեջանից որևէ տարածքային պահանջներ չունենք եւ հետեւաբար պատերազմ սկսելու կարիք ու մոտիվ էլ չունենք, ապա այն ժամանակ երբ տարածքներ հանձնվեն ու դրանից հետո նոր պատերազմ սկսվի, այդ ժամանակ մենք դժվար թե կարողանանք նույնը անել։ Քանի որ այս անգամ արդեն Ադրբեջանը շատ հանգիստ կարող է պատերազմ սկսել եւ այդ պատերազմը վերսկսելու այսպես հրահրող կողմը համարել Հայաստանը։ Իսկ աշխարհին ասել է, որ Հայաստանը այսպես հանձնել է իր տարածքները եւ այս բային այժմ չի կարողանում համակերպվել այն մտքետ, որ ինքնական մեզ տվել է հողեր եւ փորձում այդ հողերը հետ վերադարձնել։ Իսկ այդ անգամ ես չեմ այսպես կարծում, որ աշխարհի գերհզոր տերությունները կուզենան խանգարել Ադրբեջանին, եթե նրանց շահերը չհակադրեն իրար։ Բացի այդ, եթե մենք այսպես հանձնենք Աղդամը, որը որ նույնպես այսպես ամրագրված է Կազանի փաստաթղթերի մեջ, ապա մենք դրանով իսկ փակում ենք հայոց պատմության ամենալուսավոր էջերից մեկը, քանի որ մենք գիտենք, որ Տիգրանակերտը կառուցվել է այժմյա այդ Աղդամի տարածքում։
Իսկ հիմա փորձենք խոսել իրավունքի մասին։ Ուրեմն ես վստահ եմ, որ ոչ մի պաշտոնյա, դա կլինի նախագահ, կլինի արտգործնախարար, կլինի իշխանության որևէ այլ անդամ, Պոյգի իրավունք չունի որևէ տարած զիջելու բացառությամբ իրենց սեփական տների։ Եթե հանձնել է պետք, խնդրեմ, հանձնեք ձեր տները, զիջել է պետք, խնդրեմ, զիջեք ձեր ընտանիքի անդամներին։ Ես չեմ կարծում, որ որևէ այսպես իշխանավոր կհամաձայնվի տարածք հանձնել իր ընտանիքի անդամներին պայմանով, որ դրանով այսպես էլ բոլոր հարցերը կփակվեն, ոչ։ Իսկ միտե պարզ չէ, որ հանձնելով այդ հողը մենք հանձնում ենք բոլոր այն մարդկանց կյանքը, որոնք որ իրենց կյանքը զոհել են այդ տարածքները ազատագրելու համար։ Միթե պարզ չէ, որ հանձնելով ցանկացած զիջելով ցանկացած հող, մենք զիջում ենք այն բոլոր, այն ամբողջ արյունը, որ թափվել է այդ հողերի ազատության համար։ Միթե պարզ չէ, որ հանձնելով որևէ տարածք մենք հանձնում ենք եռաբլուրը։ Գիտեք, երբ Համոսայանը այսպիսի մի խոսք ունի, ասում է, որ խաղաղության ժամանակ պետությունը պատկանում է իշխանությանը, իսկ պատերազմի ժամանակ պետություն այսպես անունը փոխում են հայրենիք եւ տալիս ժողովրդին։ Եվ հիմա մենք շատ կարող ենք քննադատել, հայոյել, եսի այսպես բողոքել իշխանությունը, սակայն այս պահին միայն դա բավարար չէ եւ մենք իսկապես պետք է սթափվենք եւ պետք է հետևենք Սասնա հորդորին ու արթնանանք։ Երբ Մոնթե Մելքոնյանը ասում էր, որ եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը, մենք այդ խոսքերը չպետք է ընդունենք իբրև թևավոր խոսքեր, այլ այդ բառերի տակ պետք է դնենք լուրջ իրական վտանգ։ Քանի որ ինչպես Նժդեհն էր ասում, Սյունիքն ու Արցախը այդ Հայաստանի ողնաշարն են։ Եթե կորցնենք Արցախը, ապա շատ հեշտությամբ կկորցնենք նաև Հայաստանի մյուս այլ մնացած տարածքները։ Եվ արդեն կվտանգվի մեր գոյության լինելիության խնդիրը։ Չգիտեմ, պետք է իսկապես պետք է սթափվենք եւ պետք է մի փոքր այսպես պահանջեր լինենք։ Եվ գիտեք, այսպեսի մի նյուանս կա, որ իշխանությունը փորձում է մեզ բերել այն մտքին, որ երբ չփողզիչելու այլ տարբերակը պատերազմն է։ Իրականում այդպիսի բան չկա։ Դա պարզապես նրանք անում են նրա համար, որպեսզի մոտալուտ այսպես սպասվող պատերազմի ամբողջ պատասխանատվությունը դնեն ժողովրդի վրա։ Բայց այդուհանդերձ, եթե խնդիրը դրված է կամի մեջ, բնականաբար ոչ ոք չի ուզում, որպեսզի աշխարհում որևէ պատերազմ լինի, բայց կրկնում եմ, եթե խնդիրը դրված է կամի մեջ, այսինքն կամ պետք է լինի պատերազմ, կամ պետք է լինի փողզիչում, ապա ես գերադասում եմ պատերազմ, այլ ոչ փողզիչում եւ հորդորում եմ բոլորին, որպեսզի նրանք նույն կոչով հանդես գան։ Քանի որ մենք ուղղակի իրավունք չունենք հանձնենք այն, ինչը որ մարդիկ վաստակել են զոհելով իրենց կյանքը։ Ուրեմն խոսելով Աղդամի մասին ես սխալ թույլ տվեցի, քանի որ ոչ թե Աղդամը, այլ Ակնա եւ նույն այդ Ակնայից Արցախյան պատերազմի ժամանակ ռմբակոծվում է Ստեփանակերտը։ Հասկանում եք, եթե մենք այսօր իսկ այդ Ակնա քաղաքը նույնպես ընկրտված է նույն Կազանյան փաստաթղթերի մեջ։ Եվ հանձնելով այդ եւ այլ շրջաններ, այլ տարածքներ հողեր, մենք զորով Ադրբեջանին հրահարում ենք, որպեսզի նրանք այլ պահանջներ ներկայացնեն։ Քանի որ ինչպես գիտեք, Ադրբեջանը անգամ Երևանն է համարվում իր Երևան խալիֆայությունը եւ հնարավորության դեպքում նա անպայմանորեն կպահանջի նաեւ Երևանը։ Ինչևէ, ես ուղղակի ուզում եմ հիշենք մի բան, որ շատ հաճախ խաղաղություն փնտրելով մենք գտնենք պատերազմ։ Կրկնում եմ, մեծ է հնարավորությունը, որ մենք փնտրենք խաղաղություն, բայց գտնենք պատերազմ։